Ողջույն ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ, հուսով եմ բոլորդ լավ եք։ Ես նույնպես լավ եմ, գնում եմ մեր հին թաղը ձեզ ցույց տալու։ Մի քիչ անձրևոտ է երևում օրը, փոխվել է եղանակը, բայց այդքան էլ ցուրտ չի։ Գնանք մեր հին թաղամասը տեսնեք։ Ես էլ ձեզ հետ միասին տեսնեմ ինչ է մնացել, ինչ չի մնացել, որից հետո արդեն գնալու եմ քաղաք, էլի գործեր ունեմ։ Մի քիչ հանգիստ վիճակով եմ այստեղ, չեմ շտապում։ Տրամադրել եմ ինձ Վանաձորին մի քանի օր, գործերս հանգիստ կանեմ, հանդիպումներ կունենամ, որից հետո արդեն կգնամ Սպիտակ։ Ընդդեից էլ նոր Արմավիր, որից հետո նորից Երևան։ Դե ինչ գնանք, տեսնենք ինչ է մնացել մեր հին թաղամասից։ Դե գնացինք ժողովուրդ ջան։ Սկսեմ իմ իմացած Ֆրիկ փողոցից, սեփական տներ էր այս ամբողջությամբ, միջև վերջ գնացող, բայց դիմացի հատվածը շենք էր։ Հիմա այս Ֆրիկի փողոցով գալիս եմ, վախենալով ի դեպ, ամենուր մեջ շներ են։ Սա արդեն այն փողոցն է, որ տանում է դեպի մեր տուն։ Տեսեք, այս փողոցները վաղուց են, էլի այդպես քանդել, շենքեր են սարքել։ Իսկ սա այս ձախ կողմում իմ մանկության ընկերուհու տունն էր։ Միշտ այդպես հավաքվում էինք, հենց այդ բիսեդկայում էլ նստում խաղում էինք։ Շուրջ բոլորը այստեղ բուլղարա հայեր էին, դրսից եկած աջ կողմի տները։ Ձախը դեռ այգին շարունակվում է ու այդ երկու հարկանի շենքը մերն է, ահա մեր շենքի բակը, որ շատ էր փոխվել։ Այստեղ սահնակ էինք քշում, փողոց էր, բայց այնքան ցածր էր, երբ փոքր էինք շատ բարձր էր թվում։ Այստեղ էլ նստարան են դրել, պարանի երկար կապեր էին, որ ասում է այստեղ ենք պարանը փռում, տեսա գարաժ են պատրաստել ինչ-որ մեկը, ահա այս երկրորդ հարկի այս տանն եմ ծնվել, հիմա առաջ շարժվենք, այս կողմում էլի փակել են, ամեն մեկը անօրինական ինչ-որ շինություններ արել, սա այն կամուրջն է, որ դեպի երրորդ մաս է տանում և կամուրջի դիմաց այդ հատվածը ազատ է, իսկ սա մեր սառայրն էր, այս ճաղերովը, այդտեղ թթուն, կարտոֆիլը, մի խոսքով պահածոները ամեն ինչ փակում ենք, գնում ենք այս ուղղությամբ մեր այգին և գարաժը հետո դարձավ, սկզբում հավանոց, այդպես էլի սառայր, այս նեղ հատվածով մեր բաղչայինք ասում էլի, դե հիմա այդպես ասեմ, որ համով հնչի, մարդիկ դե ձախ կողմում արդեն շատ են գարաժներ, ավտոտնակներ պատրաստել, այս նեղ ճանապարհով իջնում ու խոր գնում էինք, ես չհամարձակվեցի առաջ գնալ և այսպես հետ եմ վերադառնում նույն փողոցով, տեսակ բարեկարգ չէր, այս տրուբի ճամփա էին ասում, տրուբայի կեսն էլ հանված էր, չգիտեմ ինչու, քանդված վիճակ, անմխիթար, նույնիսկ ասֆալտապատ չէր այս փողոցը, հուսով եմ, որ այս փողոցին է կանդրադառնան և ասվալտապատ կլինի հետագայում, սեփական այս նույն տներն էին, այդպես գալիս էի, նախորդ վլոգում ցույց տվեցի դիմացի հատվածից, հիմա մաման մեզ բերում էր, մինչև այս հատվածը, սա Ֆրունզե փողոցն է, դեպի վեր էր գնում, և բարձրանում էինք ու ձախից գնում 5-րդ դպրոց, հələ տեսեք ինչքան սիրուն է աշնան այս տեսարանը, սարեր են, ամբողջությամբ սարեր են շրջապատած քաղաքը, և այսպես, կամ այդպես էինք բարձրանում, կամ էլ առաջ էինք շարժվում, փողոցը անցած ժամանակ արդեն այսպես առաջ էինք գնում, երեկվա տեսանյութում այս փողոցը ցույց տվեցի մյուս կողմից, բայց դե տեսեք ինչքան գեղեցիկ է տերևաթափը, դեղնած դաշտերին իջել է աշուն, ահա, ու աչով թեքվում էինք, բարձրանում էինք, այդտեղ երկաթներ կար, մեքենայի ճանապարհ չկար, հիմա առաջ եմ շարժում, փոստներ, այս շենքն էլ մեր հետոյի շենքն էր, որ մենք վաճառեցինք, հիմա խանութ են սարքում, այսպես գալիս եմ Բանյոյի փողոցով, բարձրանում եմ վերև, տեսեք Բանյոյի փողոցն է, գրեթե այստեղ փոփոխություններ չի եղել, հակառակ մայթում է ամբողջությամբ փոփոխությունը, այդտեղ շենքեր էին, հիմա չկան այդ շենքերը, մասնավոր տներ են կառուցել։ Շենքից էլ այս ճանապարհով էինք դպրոց գնում, գալիս էինք այս կողմից ու թեքվում էինք աջ, այսինքն հին թաղից ձախ էինք թեքվում, նոր թաղից էլ աջ, ահա, այս աղբի բաները միշտ կային։ Ժողովուրդ ջան, մեր հին թաղից շատ քիչ մարդ էր մնացել, գնացի այդ այգիների կողմը, հենց մեր տան դիմացի հարևանին տեսա, անմիջապես ճանաչեցին, շատ երկար տարիներ չէին տեսել, եթե 30 տարի չլիներ ու ավել, կինն էլ
անմիջապես ճանաչեցին, դե ինձ ասիկոեն էստեղ ասում։ Եկան բավականին երկար խոսեցինք, լավ էր, նորություններ իմացա, շենքի բնակիչների մասին, ով էր, ով կար, ով չկար։ Մի խոսքով շատ բաներ փոխվել, այդ ճանապարհը մանավանդ որ փակել էին կամուրջից եկող, շատ հիշողություններս արթնացան բաներ պատմեցի իրանք էլ, որ ես արդեն չէի հիշում, ամեն դեպքում խիղճս հանգստացա, որ գնացի, տեսա, լավ էր, նկարել առիթ եղավ, գնացի ես իմ կարոտած ճանապարհներով անցա, հիմա էլ արդեն գնում եմ դեպի քաղաքի կենտրոն, խանութ բան կա մտնելու էլ, այստեղ նայեմ, տեսնեմ ինչեր եմ անում, մի խոսքով հիմա էլ արև է դուրս եկել, մեկ անձրևը չնայած ուժեղ չի գալիս, բայց արև անձրև, լավ է, դե գնացինք, տեսնենք ինչ ենք անում։ Բանյո փողոցից բարձացանք նորից Տիգրան Մեծի պողոտա, որը նախկինում կոչվում է Լենինի պողոտա։ Նույն կանգառներ երեկվա եւ դեպի ձախել արդեն գնում ենք հրապարակ։ Երթուղային տաքսով կարելի է թե անվանել, այսինքն սելով եկանք հասանք Արցախ պուրակի դիմացի մայթում այս արծաթի խանութն է, սպիտակ մազերով մի երիտասարդ էր, շատ բարեհամբույր, շատ լավ մարդ էր, երևի տերն էր, չգիտեմ, մի խոսքով շատ գոհ եմ։ Եվ այստեղ մի քանի զարդեր նայելուց հետո գնացի մեկ այլ խանութ։ Սիրելիներս արդեն տանն եմ, հեզ նոր տուն եկա, գնումներ եմ արել, իդեպ ես ձեզ ասեմ, որ Վանաձորում գները ավելի մատչելի են, քան որևէ տեղ, շատ քիչ բան եմ արել, գները ցույց կտամ, եւ այստեղ կան բավականին մատչելի գներով էլի խանութներ, որտեղ նույն դե հիմնականում թուրքական ապրանքներ են, որոնց որակը իդեպ շատ լավն են, ավելի մատչելի են վաճառում, քան որևէ այլ խանութում։ Այսինքն այն առաջվա տոնավաճառային ձևը դեռևս Կիրովականում պահպանվում է։ Ինձ համար շատ հոգեհար ազատ է Կիրովականը։ Երբեմն Վանաձոր եմ ասում, բայց հիմնականում անկախ ինձանից Կիրովականն է դուրս գալիս բերանիցս։ Ուրեմն քայլելով գնացել եմ, քայլելով հետ եմ եկել, լավ սպորտ եմ արել, խանութները մտա այդտեղ կար, որ շատ շուտվանից արծաթներ ունեի, բան ունեի, տարա դրանք հանձնեցի հենց այդ խանութում, որը որ ես ցույց տվեցի ձեզ, հիմա նորից ցույց կտամ, թե որ խանութն է, կարող է միգուցե գաք։ Այդտեղ գրամը 450 դրամով էին վերցնում, մեկ ուրիշ տեղ կար, շուկայի մոտ, այնտեղ 400 էր։ Սկզբում ասում է 400-ից 500, նայած ինչ տեսակ, բայց 400-ով հաշվեց, եւ այդպես պատտվելով, տարբեր խանութներ մտնելով, հետո արդեն շուկա մտա, շուկայից հիմա ցույց տամ ինչ գնումներ եմ արել, աղցան պատրաստեմ, իմ ամենասիրած բանն եմ գնել վերջապես։ Եվ այսպես պատտվեցի, լավ հանգստանալով, հին թաղից բարձացա գնացի հասա, դեռ շուկայի այդ հատվածը մանկավարժական ինստիտուտի իմ ժամանակվա ներկայիս Թումանյանի անվան պետական համալսարանը։ Մի խոսքով սիրելիներս դանդաղ հանգիստ վայելելով շատ շոկ էր, ես էլ ես հատուկ ես թերմոակտի այս ժակետն եմ հագել, մտածելով որ ցուրտ էր, դե ասում էին որ շատ է ցուրտ լինելու այսօր եւ վաղը, բայց բանից պարզվում է առավոտյան անձրև էր եկել, որ դուրս եկանք, արդեն թեքվում էի, սկսեց մի փոքր մաղել ու կտրվեց, արդեն արև դուրս եկավ, շոկ, մի խոսքով վայելում եմ իսկական ոսկեզոծ աշունը, շատ սիրուն է, տերևները թափում են արդեն, ծառերը բոլորը դեղնած են, նարնջագույն երանգ ստացած են, բայց մայթերս անընդհատ փոխելով էի գնում, որովհետև շատ մեծ շներ էին, իհարկե այդպես չէին հարձակվում, բայց վախենում էի, նույնիսկ որ մեր հին թաղն էի գնում, այս կարճերով դուրս է գալիս շներին, մարդիկ կային, այնքան լավն էին ինձ անցկացրեցին, էլի, ամեն դեպքում որ դու վախենում ես, հնարավոր է, էլի, որ հարձակվի։ Դե սիրելիներս գնանք խոհանոց ցույց տամ ինչ է ու ես արագ տաքացնեմ այսօրվա ուտելիքը, ուտեմ, դեռևս սոված եմ, արդեն օրվա կեսից է, արդեն 5 անց է, դե լավ է, էլի, չէ, վաղը շատ լավ անակնկալ ունեմ ձեզ, վաղը նոր վլոգ կսկսեմ, շատ հետաքրքիր անակնկալով էլի Վանաձորից, հանդիպում ունեմ, դե արդեն այսօր էլ գնամ դա ցույց տամ ու էլի տակ այդպես թուրքական բան եմ գնել ու շատ մատչելի,
գներ էլի կասեմ, լավ, տակ, սպորտային, տնային իհարկե Կարենին վերև, ինձ էլ տնային էլի նաչոսներ են մեջը, տնային սպորտային շալվար, որ ձմռան ընթացքում հագնում եմ, այդ նույնը նայում էի, այնտեղ ամենաէժանը 15 եվրո էր, այստեղ 3000 դրամով եմ առել, դե հաշվեք, մի խոսքով դրանք էլ եմ ցույց տալու, այդքան թանկանոց բան չեմ, բայց ոչինչ, դրանք էլ ցույց տամ, միգուցե դուք էլ գաք Վանաձոր, համեմատեք եւ գնեք, շատ մարդիկ էին այդ խանութում եւ բոլորն էլ հենց դուրս էին տանում, հետաքրքիր դա է, դե ներքնաշորերի խանութ կար հատուկ ձինան միշտ գնում եմ, դե դրանք բնականաբար ցույց չեմ տա, բայց բոլորը ովքեր Եվրոպայից գալիս են այդտեղից են տանում, նախ բազմազան է ընտրությունը եւ հետո էլի մատչելի է, այստեղի համար դա թանկ է համարվում, բայց դե Ֆրանսիայի համար շատ էժան է համարվում, այսպես սիրելիներս դե գնացինք խոհանոց, ահա տեսեք Ժորժ ջան, ամենասիրածս բանը բազուկով աղցան եմ պատրաստելու, շատ էժան, այս մի կապը 120 դրամ, մինչ այդ բազուկ վերցրեցի, շուկայի մոտով էի անցնում, որ աղցան պատրաստեմ սխտորով, լավ տեղական սխտոր էր, այստեղ էլ կար ամբողջահատիկ ցորենիով պատրաստված հաց, այդ հացից եմ գնել եւ տեսեք այս լավ եգիպտացորենի հատիկները 7 հատը 1000 դրամ էին վաճառում, բայց ես այս 4 հատին տվեցի 500 դրամ, համեմատեք գները, տեսեք հարմար է, հարմար չէ, և այստեղից էլ տանեմ դրանք ցույց տամ, ահա տեսեք, ես ինչքան լավն է, տաք, կապիշի մասն էլ է լավ, այսպես, հիմա մի քիչ են հուդիները առանց այս շղթաների է լինում, որը դժվար է ճարել թեկուզ մեր մոտ, գրպաններն էլ էլի շղթաներով, այս մասն է սիրուն ռեզին արած, շատ տաք, դες ստից է բնականաբար պոլոչի, ամեն դեպքում գույնն էլ շատ լավն էր, ահա, այս Կարենին, սա էլ ինձ համար, կարծես թե բարակ վիլվետ լինի, բայց էլի ներսից, տակ, տեսեք, իդեպ էստեղ ռուսական ապրանքներ են վաճառում, շատ բաներ կան, կարող եք գնալ, ասեմ, որ խանութներ, բոլորը թեպետ գիտեն, ամբողջ Վանաձորը գիտի այս խանութի մասին, ֆաբրիկա, ամեն ինչ կա։ Շատերին կարող է հետաքրքրի, ես քրոջս տանն եմ մնում, և քրոջս տունը արդեն այսքանի օրերի ընթացքում խառնաշփոթ եմ սարքել, ես տունը վաճառելուց հետո շատ ապրանքներ ունեի, այդպես ճամպրուկներ, բաներ, որը որ բաժանել եմ, որը վերցրել են, որը դեռ մնացել է, պիտի գնամ սպիտակ այնտեղ էլ կարգավորեմ, շատ բաներ եմ թողել, հիմա այստեղ տեսեք ինչ վիճակի է, բաներ կա, որ էլի տվեցի, ճամպրուկ է, Չեխոսլովակիայից եմ գնել, շատ թանկ, Կաշվից ճամպրուկ, ափսոսս գալիս է, որ դենքցեմ, կտանեմ հլը սպիտակ, ընդեղ երևի բաներ կլինի, դրա մեջ կդնեմ, կպահեմ, և մի քանի բան է ավելացել, և չգիտեմ դրանք ինչ անեմ, մեծ մասը դե ասեցի, որ չունեմ բաժանած է, և մի փոքրիկ արձանիկներ, որ սովորություն ունեի, հորոսկոպի այդպես բաներով հավաքում էի, դե մեծ արձաններս տարել եմ, արդեն գիտեք, այս քանի օր է ալբոմներով, խառը, ալբոմների նկարներ, այնպիսի նկարներ, որ արդեն պետք չի, անցած է, կամ ասենք, թեկուզ ես չկա, մի խոսքով նկարների այնպիսի տրցակներ կային, որ դրանք նույնիսկ դեն եմ գցել, նայում եմ, ստուգում եմ, մի խոսքով այս ձևի խառը վիճակի մեջ եմ, բայց շատ հանգիստ եմ էլի անում, այսինքն շտապելու բան չունեմ։ Դրա համար ոնց որ լավ էր, որ հանգիստ էստեղ մնում եմ։ Նայեք այս ճամպրուկից, լրիվ նոր, կաշվե ճամպրուկ է։ Սրանք էլ արդեն մնացած բաներ են, որ երևի կտանք որևէ մեկին Դե արդեն ալբոմներ, տեսեք էստեղ նկարներ, չնայած կտանեմ մանրամասն էլի կուսումնասիրեմ, բայց ահագին բաներ արդեն ասեցի, որ հանել եմ։ Տարի եկել եմ, վաճառելուց հետո ոչ մի անգամ հարմար չի եղել, որ ես կարգավորեմ, դասավորեմ։ Հիմա որը որտեղ որ տվել եմ, այդտեղից վերցրեցի, բերեցի քրոջս տուն, սրանք էլ կամբողջացնեմ, սերվիզի այդ մնացած մասը չեմ հիշում, որ ճամպրուկի մեջ է, դրա համար եթե պիտի հավաքվի,
սրանք էլ էսա ձեզ ցույց կտամ ինչ է, դրանք էլ կտանեմ կամբողջացնեմ, եթե ոչ արդեն կտամ այստեղ մեկին շատ կարիքավոր մարդիկ կան, որ դրա կարիքը կունենան վազերի հետ միասին։ Ու լիքը բաներ կա, որ էլի տվել ենք, երեք արդեն նախորդ քուրս հավաքեց, տվեց ինչ որ մեկին։ Մի խոսքով սիրելինես, այս սենց խառը գործերի մեջ եմ ու այսպես խառնաշփոթ իրավիճակի մեջ եմ։ Դե հիմա շատ խոսեցի, վերջացրեցի, արագ գնում եմ խոհանոց, տաքացնեմ եւ արդեն ուտեմ, ժողովուրդ ջան, հաց ուտեմ, որ դիմանամ այս օրերին։ Այս պահի համար այսքանը կհանդիպենք։ Վայ, չուտողին, տեսեք հələ ոնց եմ տապակել ժողովուրդ ջան, հետո մածունով կուտենք։ Նայեք, ախորժակ բացվի, ամենասիրածս բաներից մեկն է։ Իհարկե բազուկն էլ աղցան եմ պատրաստ է։ Ագահի նման, շատ համեղ է, հոտը անուշ բուրում է, ձեր ախորժակն է բացեմ։ Սա ուրեմն տապակեցի բազուկի, այս ճավերը, որ ասում ենք, Ֆրանսիայում չի լինում, միայն տերևներ է լինում, իսկ ճավերով ավելի համեղ է լինում, այսպես անեմ, որ լույսը չընկնի։ Հիմա սա եւ աղցանն էլ արդեն համտեսել ենք, բայց այն էլ ցույց տամ, որ ձեր ախորժակը բացվի։ Սա էլ թթվասերով եմ պատրաստ այս անգամ։ Հենց զուտ բազուկով է, համեմ, տեսախտոր բնականաբար, սև պղպեղ, աղ, թթվասերն էլ օգտագործելու անմիջապես ուտելուց առաջ մի փոքր ավելացնում եմ, այստեղ քիչ եմ արել, էլի արտակարգ էր, հիմա թե այստեղի բազուկն է համով, որ լավ էր ստացվել, մի խոսքով արդեն ճաշել ենք, հիմա նոր ճավա պատրաստեցի, դա էլ մի քիչ հետո երեկոյան կուտենք, ահա սիրելիներս, տեսեք մեր հայկական համու հոտը ոնց է տարբերվում։ Արի օր սիրելի հետևորդներ, օր է փոխվել, պատրաստվում եմ տանից դուրս գալու, գնում եմ, ասել եմ երեք էլ նորից ձեզ, անակնկալ հանդիպան, չեմ ուզում ասել ում հետ, տեսանյութ կնկարահանեմ եւ դուք կիմանաք ես ում հետ եմ հանդիպում, միայն հուշեմ, որ վլոգեր, ֆուդ վլոգերի հետ եմ հանդիպելու, դե դուք գուշակեք, կգրեք տեսանյութի տակ, թե արդյոք ում հետ եմ հանդիպում, Վանաձորում եւ տեսանյութը արդեն պատրաստ կլինի հաջորդիվ, սրանից հետո։ Պարզապես ավելի շատ միացա ձեզ ասեմ, որ մոնտաժում էի, տեսնում էի, որ քիչ եմ, երկար չեմ պահում, ինչու, որովհետև սիրելիներս ամբողջ քաղաքը մեծ շներ են, որոնցից ես վախենում եմ։ Ճիշտ է ասում են մի վախեցեք, բայց խմբերով, երկու, երբեմն միայնակ, երբ քայլում եմ, իրենք մոտ են գալիս, դրա համար էլ այդպես դժվարանում եմ քաղաքում նկարելով քայլել։ Երեք որ նույնիսկ հետ էի գալիս, այդ հատվածն էի որոշել նկարել շուկայից այս կողմ Եղաստեկուս շուկան, ուրեմն մայթերս փոխելով էի ման գալիս, ես մի մայթով գալիս էի, շուն էի տեսնում, փոխում էի մյուս մայթը, մի քիչ գնում էի մեկ ուրիշ շուն այդ մայթում, այսպես զիգզագացև ամբողջ ճանապարհը շուկայից մինչև այստեղ եկա հասա, որ շատ երկար էր, շատ վախենալու են, վտանգավոր են, հատկապես առավոտ շուտ դեռ սոված են լինում եւ հարձակվում են։ Քրոջս վրա էին հարձակվել այստեղ իրեն շենքի մոտ եւ ընդհանրապես շատ վտանգավոր է։ Եղանակը դեռևս շատ արևոտ է, աշնանային, քամոտ, տաք քամոտ, մեկ սառը այսպես եղանակ է։ Վաղն ենք գնալու Գյումրի իմ շատ սիրելի հետևորդներ, ես կնկարեմ հատկապես հանձինս Անահիտի եւ շատ ուրիշ մարդկանց, ովքեր Գյումրիից են եւ կտեսնեն այն հատվածները, որտեղ իհարկե մենք կգնանք եւ կքայլենք։ Իսկ այսօր տանից դուրս որ հիմա գամ, պիտի բարձրանամ Նալբանդյան փողոցը այդպես նկարեմ, քանի որ էլի հետևորդներից խնդրել են, վանաձորցիներ կան այդպես։ Սիրելիներս արդեն մի քանի հոգի արձագանքել են հանդիպան համար, բայց շատ սեղմ է գրաֆիկս եւ դուրս է գալիս, որ չեմ կարող հանդիպել էլի շատերի հետ։ Հատկապես հիմա գնում եմ հանդիպման, դե արդեն 3 տեսակ մանր-մունր գնումների, հիմա էլ տանը այսօր էլ եփել եմ եգիպտացորենը։ Ահա եւ իմ եգիպտացորենը, իդեպ էստեղի եգիպտացորենի համնել է տարբեր, ավելի համեղ է, ահա պատրաստ է։ Սպասում եմ քույրիկս տուն մտնի հաց ուտենք եւ տանից արդեն ես դուրս եմ գալիս։ Եվ ճանապարհին արդեն ցույց կտամ Նալբանդյան փողոցը,
Դրանով էլ կավարտեմ այսօրվա տեսանյութը, իսկ արդեն ում հետ որ հանդիպում եմ, դուք կդիտեք հաջորդ տեսանյութում։ Դե ինձ սիրելիներս, շների այդ ոհմակները, այդ ամենը չեն խանգարում իմ տրամադրությանը, ճիշտ է վախենում եմ, վախենալու են, բայց ես շարունակում եմ հիանալ, հատկապես այդ տեղերով, որ ես գնացի, հին բնակիչներից մարդ գրեթե չէր մնացել, մի քիչ տխուր էր, նույն տեղերում, որտեղ որ մենք էինք այդ շքամուտքի աստիճաններին նստած խաղում, հիմա տվյալ մարդկանց թոռնիկներն էին խաղում, մի խոսքով սիրելիներ շատ մարդիկ, որոնց ես արդեն այդտեղ չէի ճանաչում։ Այդ հրաշք թաղամասում եմ ես մեծացել, այդ փոքրիկ շենքի անկյունում միշտ ճամբարներ ենք կազմակերպել, ներկայացումներ ենք արել, հարսանիքներ ենք խաղացել, նույնիսկ գործերի ու մկների վիրահատություններ ենք արել, դե երեխա ենք եղել, գժություններ ենք արել, եւ այդ ճանապարհը, որ ասեցի փակել էին, մենք ասում էինք թազա ճամփա, որովհետեւ նոր էին բացել, հենց կամուրջի դիմացով որ գնային երրորդ մասի բնակիչները, մեր շենքի հայաթով չգնային, այդտեղ ավելի շատ գժություններ ենք արել։ Մի խոսքով սիրելիներս մանկությունս շատ էի կարոտել, ափսոս իմ հասակակից, իմ ընկերներից չկային, հիմնականում բոլորը դրսում էին, բայց ոչինչ, խղճուկ էր շատ ավելի, դուք նկարներով, տեսանյութերով տեսաք, դեռևս կարծես թե այս դարում չլինի, այն որ ասում եմ մեծ աշխարհի մեր փոքրիկ անկյուններ, այդ հենց այդ անկյունը կար, դե ամեն դեպքում ինձ համար դա երազանք էր, նպատակ էր, որ ես այցելեմ իմ մանկության շենքը, թաղամասը, եւ ես դա իրականացրեցի, որի համար է շատ լավ եմ ինձ զգում։ Դե ինձ սիրելիներս, հիմա ավարտում եմ տեսանյութը, բոլորի պատճիկներ եմ անում, եւ արդեն կհանդիպենք հաջորդ տեսանյութում, հանդիպման վայրը փոխել չի լինի։ Ֆրանս Վիտասյա վլոգ ալիքում, նույն ժամին, նույն տեղում։ Սկսենք Նալբանդյան փողոցից, այս ներքևի հատվածից, աջ կողմում այգին է, այստեղ երևի մանկապարտեզը թե ինչ է ուսման կենտրոն է, չգիտեմ, շենք է մասնավոր տուն, այս այգու այս հատվածը կիսել է, սեփականաշնորել են, տոլի վերցրել են, քաղաքապետինն է ասում են, ներկայացող քաղաքապետինն է, կիսվել է այգին, հուսանք Երևանին ման մի օր էլ սա կվերադառնա քաղաքին, ահա, այն այգին էր, որ ես պատմում էի նախորդ վլոգում, այս հատվածն է, այստեղ նոր շենք է, շատ բաներ ես չգիտեմ, էլի, երկրաշարից հետո կամ ավելի ուշ են կառուցել, դրանք ես չգիտեմ, ուղղակի ցույց տամ, դուք էլ նայեք, սիրուն ծառերը, ամպերը, պարզ, լավ, այս կողմերն էլ էլի շենք են եղել երևի չկան, այգին է, մուտքը այս կողմից և արդեն այգին վերջանում է, այսպես ծառուղի է դեպի մյուս ծայրը, ահա, այս կողմում շենքեր կային չկան, որքան հիշում է բարձանում ենք տրիկոտաժի ֆաբրիկա, այս կողմներ, հիմա չկա, շենքեր չկան, ահա, այս կողմը վերանորոգում է, այս մյուս կողմը շինանյութ, կարծեմ այստեղ էլ են նախկինում շենքեր եղել, ովքեր այս փողոցներից են, լավ կիմանան, ես անցնեմ, քանի որ մյուս կողմից եկող չկա, չնայած այս լուսացույցերը լավ ցույց են տալիս, լավ աշխատում են։ Ահա, հիմնականում էս այստեղ էլ մեքենայի բաներ են սարքել, այս կողմերն ինչ է։ Ահա, այսպիսի բաներ, ժողովուրդ ջան, բանաձորցիներ ջան, ում հետաքրքրում է Նալբանդյան փողոցը, նա երեխա էլի ճիշտ էլ հիշում եք, տրիկոտաժի ֆաբրիկան է հենա, կիսական, բայց ոնց որ թե աշխատող է, այս պահին չգիտեմ, այդ արդեն ովքեր որ վանաձորցիներից լսելիս լինեն, կարող են ասել, չնայած հետո ես կհարցնեմ, հիմա այս պահին չգիտեմ, այո, այս էլ այս կողմն է,
էլի շենք է կամ մասնավոր ինչ-որ բաներ է, անտառի տակը, ինչպես մենք ասում ենք, ահա, ժողովուրդ ջան, են էլ արդեն տրիկոտաժն է, ստեղ էլ, չգիտեմ մեգա, ինչ է, պրոֆիլ, ահա, մասնավոր ընկում անցնել չկա, ահա, երևի թե այս քանը, վերև էլ գնում է արդեն անտառի տակը, այստեղ էլի սեփական տներ, նախկինում այստեղ շենքեր էին, ահա, ես են 5 հարկանի երևի շենքերի տեղն են, վերևից էլ քաղաքը այսպես է երևում, դեպի ներքև գնացող փողոցը, արդեն ես մայթով եմ գալիս, մյուս կողմը լավ ցույց տալու համար, այսքան բան ժողովուրդ ջան, այս էլ Վանաձորի այդ փողոցը, այստեղ էլ լրիվ շենքեր են, հենց նոր հիշեցի, նախկինում էլի իմ այստեղ ապրած տարիներին, այստեղ շենքեր էր, կանգառներ, ձախ կողմում էլ, հիշում եմ, որ երկրաշարժը եղել էր, այդ ժամանակ ես հատվածով անցնում էի, լրիվ փլված էր, մի խոսքով ժողովուրդ ջան, ահա տեսեք, թե ինչպիսին է ներկա պահին Վանաձոր քաղաքը, միգուցե մարդիկ կլինեն, որ այստեղ են ապրել, չգիտեմ սա ինչ շենք է, եկեղեցի է, խաչ է վրան դրած, թե ինչ է, կկարդանք հիմա, եթե գրված լինի, չէ, գրված է ներսում, հա, ավետարանական, թե արվետա, մի վաշկյան, ավետարանական եկեղեցի, ահա, այդ էլ ես եկեղեցին է, ամբողջությամբ այս ձև, փողոցի անունն էլ է փոխվել, նախկինում Շահումյան էր, որքան հիշում եմ, հիմա Վարդանանց փողոցն է, Վարդանանց փողոցն է եւ արդեն շենքերը ավելի քիչ են, այստեղ երկու կողմից շենքեր էին, լրիվ փոխվել է, ինձ համար էլ է հայտնագործություն ժողովուրդ ջան, լավ է որ ասեցիք նայեցի, հիմա այստեղից ձախ, մի քիչ էլ առաջ են գնում, հա արդեն պարզ է, ուր ենք հասնում, 4 դպրոցի վերևի հատվածն է, ինձ թվում է այդտեղ ենք հասել, թե չէ, մի հատ նայեմ ներքև, նայեմ դեպի Պողոտան ուր է, հա, դեպի Պողոտան է, չէ, մի քիչ է պիտի գնամ, փաստորեն, որ հրապարակ հասնեմ, ափսոս, որ տրանսպորտ չկար, չնայած կարելի է իջնել ներքև, բայց չէ, քայլեմ, ինձ էլ է հետաքրքիր, մեծ բժշկական կենտրոն է, Յան բժշկական կենտրոն, սա էլ է նորություն ինձ համար, իսկ սա մեր ժամանակվա 100 կվարտիրանոցներ, ահա, իմ դասընկերուհու տունը էստեղ էր, սա էլ արդեն, որքան գիտեմ հարկայինի շենքն է, հարկայինը նոր է, էլի կառուցվել, երևի 10 տարուց ավել կլինի, բայց նոր է համարում, այստեղով գալիս ենք Վարդանանց փողոցով, և արդեն ձախից, այն կողմից պետք է իջնեմ ներքև, հա, մի բան էլ ասեմ, այստեղ, որ են հուշակոթողը երևում է, նախկինում այդտեղ սրճարան էր, Սկվազնյաչոկ, կամ ինչ էին ասում, հետևի մի բան, որտեղ իրավունք ունեին միայն նստելու տղամարդիկ, կանայք իմ ժամանակներում սրճարանում չէին նստում, պատկերացնում եք, ինչ վիճակ է եղել, ուսանող են եղել, բայց շատ սրճարաններում իրավունք չենք ունեցել մտնելու, գնանք այս շենքի հայաթով, մի անգամից կարճենք, մտնենք հրապարակ, լվացքը, ավանդական, հայկական, ոչ ես էլ եմ անում, ահա, այս էլ ես հատվածն է, Տերյան փողոց եմ հիմա գնում մտնեմ, Տերյան փողոցի շենքերն են, դիմացից երևացող երկար մեծ շենքը, ահա ոչ շոք է ժողովուրդ ջան, ճիշտ է ես կարճաթևն եմ հագել, բայց շատ շոք է, հատկապես սպորտային կոշիկներով,
Խոսքով հիմա Տերյան փողոցով եմ իջնում, թեփում եմ դեպի Աջ հրապարակ։ Ահա, սա է ինչ-որ այստեղ է ստեղծագործել անվանի գեղանկարիչ Խանչիկ Ղարաբեկյանը Տերյան 19 շենքում։ Այստեղ էլ շենքի տակը դեղատում տարբեր բաներ։ Եվ արդեն տեսեք ինչքան շատ տերևներ են թափվել։ Ահա եւ Տիգրան Մեծ փողոտան։ Եվ արդեն Աջ է թեքվում եմ, հրապարակն է։ Պայմանավորված ենք Լուսնաձև շենքի մոտ։ Կմոտենամ Լուսնաձև շենքը, արդեն որ ցույց տամ նկարեմ, կլինի հաջորդ տեսանյութում։ Դե այսքանը սիրելիներս, աշնանային այս գեղեցիկ օրը տակ հաճելի օրը Վանաձոր քաղաքից հատուկ ձեզ համար, հատուկ վանաձորցիների համար։ Ահա Տիգրան Մեծ փողոտան է։ Տեսնում եք ոնց եկա գտա։ Նախկինում այ ընդեմն են հացաբուրգեղ են եկրած, բայց դիաբետիկների խանութներ։ Սա էլ հրապարակը, մի հատ էլ սա նկարեմ ու իսկականից տեսություն ասեմ։